Ես պիտի խնդրեմ շատ երկար, շատ բարձր ծապահարել հերոս ծնած արյուծացին մեր անմահացած տղեկի մայրերին ես իրանց կյանքին մեղմ եմ։ Ես հոնարվում եմ ձեզ։ Մեկ տարի առաջ ես մի երգ գրեցի, ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը։ Այդ երկը շատ մեծ տարածում ունեցավ ամբողջ հայության մեջ, որովհետև այդ երկը իրականում մեր բոլորի մասին է։ Այդ երկը մեր էության մասին է։ Այդ երկը նրա մասին է, որ մեր մեջ չկան լեննականցիներ, երևանցիներ, արցախցիներ, լոռեցիներ, տավուշցիներ, մենք հավասար ենք բոլորս հայ ենք, բոլորս իրար հայրենակից ենք։ Լիբանանը հայնել է իմ հայը, Պարսկա հայնել է իմ հայը, Ավստրալիայում ապրող հայնել է իմ հայը, Ամերիկայում ապրող հայնել է իմ հայը, բոլորը մեր հայերն են, բոլորը մերն են։ Ես ձեր Գյումրին եմ, դու իմ Հայաստանը, ես քո Գյումրին եմ, դու իմ Հայաստանը, ես քո Գյումրին եմ, 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 ես շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ իմ քաղաք, շնորհակալ եմ իմ ժողովուրդ, շնորհակալ եմ բոլորիցդ, մարտի 30-ին, բոլորովս կազմակերպված, վճռական, պատասխանատու, այսօր ցենս կդրել է, հաստատ կա այդ ցենը, կեշտամ կուդամ, էլի չմտածեք։ Գնալու ենք, մտնելու ենք, ընտրատեղամաս, ձայնը տալու ենք, Ռուբեն Մխիթարյան, համարինը հիշեք, բայց նայեք, հորդորում եմ բոլորի, մարդ ես, եթե միամիտ հակիս կոստյումը ձեր դուրը չի եկել, ու ինչ չեք ուզելու ձայնը տակ, ձայնը տվեք իրական ընդդիմության են ներկայացուցիչների, ովքեր արտար են, ազնիվ են ու իրենց խոսույթի մեջ հստակ կա մեկ ուժ, որին իսպար պետք չի ձայնը տալ, ձայնը տվեք ընդդիմությանը, հատկապես ձայնը տվեք համարինին, իմ հզոր համայնք կուսակցությանը, Ռուբեն Մխիթարյանին։ Մենք բոլորս հաղթելու ենք համերաշխությամբ, իրար հարգելով, իրար սիրելով ու մեր Գյումրիին վերադարձնելով են լեննականյան միջուկը, համը, հոտը, ողնաշարը, որով ես հպարտանում եմ, որովհետև ես տեսել եմ այդ պատկառելի մարդկանց, ես ապրել եմ այդ պատկառելի մարդկանց հետ, այսօր մեր թիմում այդ մարդկանցից մեկն է, Տիկին Սուսաննա Մկրտչյանը, խնդրում եմ ծափահարություններ իրեն։ Որից ես շատ բան սովորել եմ, որը շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ ստեղծագործական պատկերացումների վրա։ Մարտի 30-ին գնում ենք ընտրությունների։ Մեր բոլոր ծանոթներին, բարեկամներին, ովքեր ասում են, հա դե ամեն ինչ որոշված է, ժողովուրդ ջան, այդ հիմար թեզը տարածում են
հենց իշխող ուժի ներկայացուցիչները, ուժայինները, ձեր թաղերում ունեն մարդիկ, որոնք ձեր հետ խոսելով ասում են հա դե ամեն ինչ որոշած է, ԺՊ-ն անցնելու։ ՔՊ-ին ԺՊ-ն չի անցնելու։ Գյումրիում այդ խաղերը չեն անցնելու։ Գյումրիում գյումրեցին է ընտրությունը կատարելու ու այդ ընտրությունով նոր արև, նոր լույս, նոր հույս է բերելու ամբողջ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ, որ այսքանը լսեցիք։ Կհանդիպենք մարտի 30-ին ընտրատեղամասերում միասին մեր վճռական ձայնը տալու ենք հանուն Գյումրիի ապագայի։ Շնորհակալ եմ բոլորիցը։